Բաքվի մեդիան հիմա լեփլեցուն է արևմտյան Ադրբեջան նարատիվով, նրանք լուսանկարիչներ են պատվիրել հայկական գյուղերում ֆոտոնյութեր պատրաստել։ Հայաստան ու Իրանը ժամային սլաքներ են ճշգրտում, առաջիկայում Հայաստանում կարևոր հանդիպումներ են սպասվում։ Բաքվի դատարանը նիստերի արձանագրությունները չի տրամադրում հայ գերիներին, հայերի խոսքը խեղում են։ Ադրբեջանից Հայաստանով անցնող բեռների նկատմամբ վերահսկողություն լինելու է Պեկի նախագահի հայտարարությունը։ Ավելի է սրվում եկեղեցուն առնչվող իշխանական հռետորաբանությունը, չի հանդարտվում իրավիճակը։ Կրակոցներ ԱՌԶՆ-ում ձերբակալվել է նաև համայնքապետը։ Լրագրողը հարձակման է ենթարկվել Լոս Անջելեսի բողոքի ցույցերը լուսաբանելու ժամանակ։ Ինչու քաղաքային իշխանություններն ու Վիոլա ջուրը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, ում պատասխանատվության տիրույթում են կոյուղատարերը ու հեղեղատարերը։ Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարանը կդառնա Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ։ Եվ առավոտվա 11-ից մինչև ժամը 5 փողոցում արևի ուղիղ ճառագայթներից խուսափեք։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Ալիևը փրփրաբերան արևմտյան Ադրբեջան է կրկնում, նա մակլավիկները քարոզի սազն առած ամբողջ հայկական ադրբեջանական է ներկայացնում, ուզում են, որ 100 հազարավոր ադրբեջանցիներ գան և հայկական գյուղերում բնակվեն։ Բաքվում մի ֆոտոալբոմ են հրատարակել, որը ներկայացնում է Հայաստանի գյուղերը, որտեղ ժամանակին իբր ադրբեջանցիներ են բնակվել և Ալիևի վարչակազմը մտադիր է վերադարձնել։ Բաքվի մեդիան հիմա լեփլեցուն է արևմտյան Ադրբեջան նարատիվով։ Ալիևը գրոհում է քարոզի բոլոր ուղղություններով, աշխարհով մեկ անում սեփական նկրտումները։ Լրագրող համարվող այս տղան ասում է, եթե Հայաստանում կարծում են, թե Ադրբեջանի պահանջների կատարումը կբերի նրան, որ իրենք հրաժարվեն արևմտյան Ադրբեջան հայեցակարգից, ապա չարաչար սխալվում են։ Բաքուն պահանջում է վերականգնել 100 հազարավոր ադրբեջանցիների իրավունքները, որոնք վտարվել են էթնիկ զտումների արդյունքում։ Երևանում հավանաբար հույս ունեն, որ եթե հասնեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, Բաքուն կհրաժարվի այդ պահանջից, իսկ Երևանը կհրաժարվի Մինսկի խմբի ծառայություններից։ Դրա մասին Հայաստանը թող նույնիսկ չի երազի։ Մասնագետները հորդորում են նրանց հեռուն գնացող այս հանդգնությունը չար համարել, կամահրանքով չվերաբերվել։ Ադրբեջանցիները նույնիսկ հայերին վարկաբեկող ֆոտոնյութեր են հավաքել Հայաստանի տարածքում։ Այս լուրը հայկական մեդիայում էլ կայծակի արագությամբ տարածվեց։ Բաքվում մի ֆոտոալբոմ են հրատարակել, որը ներկայացնում է Հայաստանի գյուղերը, որտեղ ժամանակին իբր ադրբեջանցիներ են բնակվել, եւ Ալիևի վարչակազմը մտադիր է վերադարձնել։ Մուսա Մերջանլի անունով հրատարակիչը հայտարարել է, թե կես տարվա ընթացքում մի քանի խումբ լուսանկարիչներ են գործուղվել Հայաստան հայերին վարկաբեկող ֆոտոնյութերը հավաքելու համար։ Օտարերկրացի լուսանկարիչներ են վարձել, ովքեր իմացել են անշուշտ, թե ինչ նպատակով են օգտագործվելու այդ լուսանկարները։ Մինչև կպարզվի, թե որ օտարերկրացիներն են եղել եւ ինչպես են հաջողել հայկական գյուղերում նկարահանումներ անել, հարկ է ֆիքսել, որ այդ նյութերն օգտագործում են ազգամիչյան թշնամանք հրահրելու համար։ Ուստի սա մաքուր քրեական հանցագործություն է։ 3 տարի է նրանք արևմտյան Ադրբեջան կոչված կայքն են գործարկել։ Այդ անունով նույնիսկ հեռուստատեսություն ունեն, ՀԿ-ներ են աշխատեցնում։ Ամբողջ հայկականը ադրբեջանական են ներկայացնում։ Ցնդաբանում են, թե Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը իրենց պատմական հողն է։ Այս համապատկերում հայ մասնագետները տարակուսած են, հայկական կողմից հակընդդեմ որևէ պահանջ կա, օրինակ Արցախահայերի վերադարձի վերաբերյալ, հատկապես եթե պնդում են, թե խաղաղության համաձայնագրի տեքստում ոչ մի միակողմանի զիջում չկա։ Նրանք ամբողջը միակողմանի արդեն ես իմ քանի հատ պահանջ եմ Հայաստանին ասել, որ Հայաստանը բավարարի։ Օրինակ այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձ։ Եթե մենք օրինակ արցախցիների վերադարձ պահանջում ենք, կամ նրանք միակողմանի պահանջում են ապառազմականացում ու գրված զենքերի վերադարձ եւ այլն։ Մենք դա պահանջում ենք իրենցից կամ այդ խաղաղության պայմանագիրը ծածկելու է այդ հարցերը։ Ասենք Արցախին վերաբերող բոլոր կազմակերպությունները փակել, այսպես կոչված ֆաշիզմի տակ չգիտես ինչ պահանջներ են կեղծիքներով բացարձակ մանիպուլյացիա են առաջ տանելու։ Մենք ունենք, չունենք դա, մենք Ադրբեջանը թույլ կտա մենք իր հետ կնքվող պայմանագրի մեջ այդպես ինչ-որ կետեր նախատեսենք, իհարկե չէ։ Ալիևը ի դեպ այս թեզերի թափանիվը սկսեց պտտել 2022-ի հոկտեմբերին Պրահայում Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց 2 ամիս հետո 2022 թվականի դեկտեմբերի 24-ի իր ելույթով։ Եկեք միասին աշխատենք արևմտյան Ադրբեջան վերադառնալու ուղղությամբ։ Հիմա, երբ Ղարաբաղյան հակամարտությունը
լուծվել է, սա մեր օրակարգային հարցն է։ Մասնագետները չեն էլ կասկածում, սա ակնհայտ քաղաքական զավթողական ծրագիր է։ Մեր պետության տարածքին նրանք ցուցադրաբար այլ անուն են տալիս։ Հանթակույց են հաստատում ձգտումը դեպի Հայաստան, եւ որ իրենց խնդիրը միայն Արցախը չէր։ Զավթիչը մոռանում է, որ Ադրբեջանը ստեղծվել է ընդամենը 1918 թվականի մայիսի 27-ին։ Չի էլ տեսնում, որ Հայաստանի ամենատարեց տատիկը Ադրբեջանից ավելի ալեհեր է։ Սիրունի Շմրադյան, ժամը լրատվական։ Հայաստան ու Իրանը քաղաքական ու դիվանագիտական հարաբերություններին նոր զարգ են տալիս, Իրանի նախագահ հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում Հայաստան այցին։ Մեր արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցի կոնկրետ ժամկետ չի նշել, ընդգծել է միայն, որ Երևանի եւ Թեհրանի միջև երկխոսությունը շարունակվում է ամենաբարձր մակարդակով եւ փող այցելությունները շարունակական են։ Հայաստանն ու Իրանը ժամային սլաքներն են ճշգրտում։ Առաջիկայում Հայաստանում կարևոր հանդիպումներ են սպասվում։ Մեր երկրի արտաքին գերատեսչությունը հայտարարեց, որ հարևան Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կժամանի Երևան։ Երկու երկրների ղեկավարների հանդիպում տարբեր առիթներով ու տարբեր ձևաչափերով շատ են եղել։ Նախագահ Փեզեշքյանի այցը Հայաստան առաջինն է լինելու Իրանի նախագահ դառնալուց հետո։ Քաղաքագետների ու վերլուծաբանների դիտարկմամբ շարունակվում է Երևանի եւ Թեհրանի միջև երկխոսությունը ամենաբարձր մակարդակով։ Փոխայցելությունները եւս պարբերական են։ Փեզեշքյանի այց Հայաստան ըստ վերլուծաբանների կարևոր է նաեւ այն առումով, որ քննարկվելու են տարածաշրջանային անվտանգային առանցքային հարցեր։ Մենք անվտանգությունի առումով որ ամենակարևորը եւ կազմավարականը մեր երկու երկրների համար նոր համագործակցություններ են սկսել Իրան եւ Հայաստանը վերջերս հավատալ զորավարժություն արեցին եւ Իրանի պաշտպանություն նախարարը այս կատարեց Հայաստան եւ մենք գարային արձարակերենք որ Իրան-Հայաստանի հարաբերությունները անվտանգությունի ոլորտում էլ նոր փուլ են մտնում նաեւ մենք բարձր ենք գնահատում մեր քաղաքական հարաբերությունները դիպլոմատական կապերը Փեզեշքյանը ապրիլի վերջին մեկնել էր նաեւ Բաքու Ալիև հետ Արցախի թեման եւս քննարկվել էր Իրանի նախագահը միաժամանակ հայտարարել էր որ տարածաշրջանային հարցերը պետք է տարածաշրջանային երկրները կարգավորեն Մենք չպետք է թույլ տանք որ այլոք մեզ միմյանց դեմ հանեն Ըստ իրանցի վերլուծաբան քաղաքագետների Իրանի համար հայ-իրանական սահմանը շարունակում է կարմիր գիծ մնալ Իրանի բարձրագույն պաշտոնյաների մակարդակով հայտարարվել է որ այդ սահմանների վրա ոտնձգությունները Իրանն անարձագանք չի թողնի Հայաստանն ու Իրանը քաղաքական ու դիվանագիտական հարաբերություններին նոր թափ տալուց զատ կարևորում են նաև տնտեսական կապերի զարգացումն ու ամրապնդումը։ Երկու երկրները նախատեսում են ավելի բարձրացնել վերջին տարիներին առևտրաշրջանառությունն ու ներդրումային ցուցանիշները։ Իրան եւ Հայաստանը տնտեսական առումով 300 միլիոն դոլարից առևտրաշրջանություն տարեկան հասցնեն 700 միլիոն դոլարի եւ շուտով երկու երկրները նպատակ են դրել որ հասնեն 1 միլիարդ եւ դրանից հետո 3 միլիարդ դոլարի Այս օրերին ակտիվորեն պետք է աշխատի նաև Սյունիքում գտնվող Իրանի հյուպատոսությունը։ Փեզեշքյանի այցի ժամանակ տնտեսական ձևաչափով քննարկումներ են լինելու, թե ինչպես անել, որ Սյունիքում իրանական ներդրումներն ավելի մեծ մասշտաբների հասնեն։ Այդ առումով նախատեսում են նոր տնտեսական ծրագրեր եւ Իրանում եւ Հայաստանում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Բաքվում հայգերիների դատավարության ամբողջ ընթացք ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ ցուցմունքներից միջև թարգմանություններ։ Դատավարության ընթացքում Դավիթ Իշխանյանը հիշեցրել է, որ նախորդ դատավարություններից մեկի ժամանակ ասել էր, որ ցանկանում է ծանոթանալ մայիսի 24-ի եւ 26-ի դատական նիստերի արձանագրություններին, սակայն դատավորը խուսափել է պատասխանել։ Նրանք ակնհայտորեն չեն տրամադրում այդ արձանագրությունները, որովհետեւ կեղծում են հայերի խոսքը։ Հայերի Բաքվում ընթացող կեղծ դատերից մեկի ընթացքում Դավիթ Իշխանյանը հիշեցրել է, որ նախորդ անգամ ասել էր, որ ցանկանում է ծանոթանալ մայիսի 24-ի եւ 26-ի դատական նիստերի արձանագրություններին, սակայն դատավորը փաստացի չի արձագանքել։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղարը ասում է, առաջին դեպքը չէ, որ համոզվում ենք ադրբեջանական կողմը խեղաթյուրում, խմբագրում ու փոխում է հայերի ասելիքը, դա ներկայացնում իրեն անհրաժեշտ լույսի տակ։ Ինքը Աբրահամյանը գերիների ընտանիքների հետ զրուցելով էլ է իմացել, որ ադրբեջանական մամուլում հայտնված տարբեր տեղեկություններ չեն պատասխանում իրականությանը խոսքը խեղաթյուրված է ներկայացվում, իսկ որոշ դեպքերում ճիշտ հակառակ միտքն է հրապարակված։ Հնչող հայտարարությունները, այդ մարդկանց շփումները իրենց ընտանիքի անդամների հետ, որը բնականաբար խիստ համապատասխան են, ցույց է տալիս, որ ոչ միայն ցույց է տալիս, այլ վերահաստատում է այն բոլոր մտահոգությունները, որ այդ գործընթացը ամբողջությամբ կեղծ է, Ադրբեջանն ունի քաղաքական պլանավորում եւ այդ մարդկանց
փորձում են այնտեղ այդ մարդկանց խոսքը խեղաթյուրելով օգտագործել դա Հայաստանի պետության դեմ։ Այս արձանագրումները հիմք են միջազգային կառույցների համար անհրաժեշտ եզրահանգումներ անելու ու դա հետագայում Ադրբեջանի իշխանությունների դեմ քաղաքական ճնշման միջոց օգտագործելու համար, ասում է պատգամավորը։ Արձանագրում դատավարության հետ կապ ունեցող բոլոր ընթացակարգերը խախտված են։ Նպատակը այս գործերի կեղծ արդյունքները օգտագործել Հայաստանի դեմ, խմբագրել, փոխել իրականությունը, նաև մաքրվել։ Ադրբեջանը փորձում է վերջին 35 տարվա պատմությունը վերախմբագրել, դա օգտագործել Հայաստանի Հանրապետության դեմ բանակցային գործընթացում, անկախ հանգամանքից թե ով այդ բանը կլինի իշխանությունը։ Նպատակը ոչ միայն քարոզչական, այլ նաև քաղաքական եւ իրավական հիմքեր ստանալն է եւ դա անպատասխան process-ի վերացել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Իրավապաշտպանն էլ իր հերթին է արձանագրում Ադրբեջանը տեղեկատվական առումով հստակ քաղաքականություն ունի, բացառապես ընտրովի տեղեկություն է դաշտ ուղարկում, այն շեշտադրումներով, ձևակերպումներով ու բառերի ընտրությամբ, որը ձեռնտու է բնականաբար բռնապետի վարչակազմին։ Շատ հեշտ պատկերացնել է լինում, որ կոնտեքստից դուրս ինֆորմացիա է մատուցվում, թերի է մատուցվում, որպեսզի համապատասխան տպավորություն ստեղծվի եւ այլն։ Այսինքն, եթե որևէ անկախ դիտորդ կամ լիարժեք հեռարձակում չկա նիստերի դաշտից, որպեսզի մենք հասկանանք ինչ ցուցմունք տվել է կամ չի տվել կամ ինչ բարապաշարով է, ասենք ինչ որ մի բան մեկնաբանվել այդ ներկերիների կողմից, ուստի մեր կանխավարկածը այն է, որ ինֆորմացիան թիրախեղված է եւ միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը։ Փաստացի դռնփակ են ընթանում, դռնբաց հռչակված դատավարությունները, միջազգային լրատվամիջոցները թիրախավորված են, Կարմիր խաչը, այսպես ասենք, չեզոքացված։ Ստացվում է դատարանում ինչ էլ ասվի Ալիևի խմբագիրները դրանք ներկայացնելու են անհրաժեշտ տարբերակով, իբրև թե փաստեր արձանագրելով ու կոտակելով Հայաստանի դեմ։ Տիգրան Իկորղինյան, ժամը լրատվական։ Ադրբեջանից Հայաստանով անցնող բեռների նկատմամբ վերահսկողություն լինելու է, այս մասին այսօր ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Ինչ վերաբերում է ապաշրջափակման դեպքում Ադրբեջանից երկաթուղով Հայաստանի տարածքով բեռների տեղափոխմանը, նա ասել է, որ իրենք իրենց իրավասության շրջանակներում առավելագույն վերահսկողություն են անելու, ինչը ըստ ՊԵԿ-ի նախագահի հիմա անում են սահմանային ցանկացած հսկողության դեպքում։ Մեր խնդիրը մաքսային վերահսկողությունը կազմակերպելն է ցանկացած սցենարի դեպքում։ Այդտեղ խոսում ենք օրինակ ապաշրջափակման մասին, սահմանների բացման մասին, ուղղակի պետք է այդ սցենարներին պատրաստել։ Հիմա ես հստակ ասել եմ, որ մենք սցենարներին պատրաստ ենք այն առումով, որ ունենք օրինակ նույն մարգարեի կետը ունենք համապատասխան սարքավորումներ եւ գործիքներ, որոնք հնարավորություն կտան ցանկացած սցենարի ադապտացվել եւ մեր մաքսային վերահսկողությունը իրականացնել։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Ավելի է սրվում եկեղեցուն առնչվող իշխանական հռետորաբանությունը, չի հանդարտվում իրավիճակը։ Լրագրողը հարձակման է ենթարկվել Լոս Անջելեսի բողոքի ցույցերը լուսաբանելու ժամանակ։ Ինչու քաղաքային իշխանություններն ու Վիոլա ջուրը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, ում պատասխանատվության տիրույթում են կոյուղատարերը ու հեղեղատարերը։ Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարանը կդառնա Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ։ Շարունակում ենք թողարկումը։ Լոս Անջելեսում իրավիճակը վատթարանում է ժամ առ ժամ, բողոքի ցույցերը վերածվել են վայրագ խռովությունների, արդեն երրորդ օրն է ԱՄՆ-ում մարդիկ ցույց են անում բողոքելով միգրացիոն նոր քաղաքականությունից։ Դոնալդ Թրամփը քաղաք է մտցրել ազգային գվարդիայի 300 զինվորական եւ սպառնացել է 500 ծովային հետևակ ուղարկել։ Ցույցերի ժամանակ ոստիկանի արձակած կրակոցից ավստրալացի լրագրող է տուժել։ Մի խումբ օրթոդոքս հրեաներ փորձել են առանց թույլտվության մուտք գործել Երուսաղեմի հայկական թաղամասի փակ տարածքում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցի։ Տեղաբնակ հայերը զգուշանալով սադրանքներից նրանց թույլ չեն տվել։ Հրեաներից մեկը հայտարարել է՝ սա մեր երկիրն է եւ մենք իրավունք ունենք գնալ այնտեղ, որտեղ ուզում ենք։ Վարչապետ Փաշինյանը դարձյալ գրել է, թե Գարեգին II-ը խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Դարձյալ ակտիվացնելով թեման, կառավարության ղեկավարը հավելել է, եթե կաթողիկոսը փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով նա դա կապացուցի։ Ավելին, ըստ Փաշինյանի, վեհափառը պետք է լքի վեհարանը։
Ավելի է սրվում եկեղեցուն առնչվող իշխանական հռետորաբանությունը չի հանդարտվում իրավիճակը։ Փաշինյանը առավոտյան շարունակելով տակ պահել թեման արդեն պնդում է, թե Գարեգին Բ-ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Սա փաստ է, ձևակերպել է Փաշինյանը, շարունակել, եթե Գարեգին Բ-ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով ինքը դա կապացուցի։ Ըստ Փաշինյանի վեհափառը իր ձևակերպմամբ Կտրիչ Ներսիսյանը պետք է լքի վեհարանը։ Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցին պետք է ունենա նորընտիր կաթողիկոս, ում բարեվարկությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի։ Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում պետական մակարդակով, գրում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը։ Ինչ է, ժողովրդին բախման եք տանում, Սուրբ եկեղեցու բակնարյամբ եք ուզում լցնել, լսեցեք եւ կանգ առեք, ապիկարներ, ոչ մի եկեղեցական ամենախոնար սպասավորից մինչեւ բարձրաստիճան երբեք ձեզ թույլ չի տա պիղծ ձեռքերով ու անձերով Սուրբ Էջմիածնի եւ նրա ազգընտիր ու աստվածարյալ հայրապետի վրա սուր բարձրացնել։ Ինչու է եկեղեցու եւ վեհափարի նկատմամբ այս դիրքավորումը Փաշինյանը հիմա ստանձնել։ Բանավեճի բովանդակությունը էական չէ, ասում է քաղաքագետը, խնդիրը եկեղեցին որպես համախմբման միավոր չեզոքացնելն է, մնացածը պատրվակ է, հիշեցնում է արչեվում խորհրդարանական ընտրություններ են։ Ընտրական տարի է, նախընտրական տարի է, Նիկոլ Փաշինյանը իր իշխանության համար լուրջ վտանգ է տեսնում, հաշվի առնելով իր ահավոր ցածր վարկանիշը, եկեղեցին ընկալում է որպես պոտենցիալ համախմբման օջախ եւ չեզոքացնում։ Այսինքն այս ամեն ինչը որևէ կապ չունի ոչ կուսակրոնության հետ, ոչ եկեղեցու մակրության հետ։ Կատարվողը բացառապես քաղաքական ու ընտրական գործընթացի համատեքստում դիտարկելով քաղաքագետը ձևակերպում է ներքաղաքական խնդիր լուծելու համար հարվածի տակ է դրվում պետությունը։ Կուսակրոնությունն է առայժմ պատրվակը, գուցե ուրիշ պատրվակ է լինի ֆինանսական չարաշահումներ եւ այլն, այսքան փող գողացակի խոսքը սովորական շանտաժ, սպառնալիքներ, նույն գործիքակազմը եւ նույն նպատակներով ամբողջովին վերահսկել բոլոր այն կառույցները, որոնք Նիկոլ Փաշինյանի թրի տակով չեն անցնում։ Պառակտումը անխուսափելի է, ինչը մեր անվտանգային խնդիրների հետ համատեղելի չէ, ասում է մասնագետը, այն էլ այսօր այս խառը ժամանակներում։ Մեր արտաքին քաղաքական մարտահրավերները վտանգները հուշում են, որ ճիշտ հակառակը պիտի արվեն։ Հանուն իրենց ներքաղաքական շահերի, գուցե դրանք գումարվել են նաև Նիկոլ Փաշինյանի իր բարեկիրթ գործընկերներին, այսպես ասենք, դուր գալու փափագը, գուցե դա էլ է գումարվել, բայց փաստային է, որ դա այո, եւ մեր հասարակությանն է վնասացնում, եւ մեր պետությանը, եւ մեր պետականությանը։ Իդեպ, մեր կաթողիկոսը նաև Կովկասի մահմեդականների վարչության ղեկավարի Շեյխուլ Իսլամ Ալաշքյուր Փաշազադեի թիրախում էր վերջերս հայտնվել։ Շիա մահմեդականների առաջնորդը ձևակերպել էր, թե հայ առաքելական եկեղեցու հովվապետը սկսել է քաղաքականությամբ զբաղվել ու նման հոգևոր այրին քաղաքականության մեջ այդչափ ներգրավելը չի սազում։ Տիգրան Ուիկուրղինյան, ժամլրատվական։ Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիրը չլրացրած քաղաքացիները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի։ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ուղիղ հարց է ուղարկել գլխավոր դատախազին։ Ի վերջո այս խնդիր առաջանալու է, թե ոչ։ Հովհաննիսյանի պնդմամբ գլխավոր դատախազության պատասխանը այս քննարկումների վերջակետը դնում է։ Այդպես էլ պատասխան չգտնելով ամիսներ շարունակ օդում կախված մնաց հարցը։ Հայտարարագիր չլրացրած քաղաքացիները 5-10 հազար դրամ տուգանվելուց հետո քրեական պատասխանատվության դուրն են հասնելու օրենսգրքի 444-րդ հոդվածով, որն ամրագրում է, թե հայտարարագրման պարտականություն ունեցողը, եթե կեղծ տվյալ է ներկայացնում կամ ընդհանրապես իր ունեցածի մասին գլխավոր հարկատուն չի ծանուցում, կարող է նաև զրկվել ազատությունից մինչև 3 տարի ժամկետով։ Մեր մասնագետների հետ քննարկումների արդյունքում մեր մասնագետների դիտարկմամբ նման խնդիր չի առաջանում, բայց կարծում եմ վերջնական պատասխան ճիշտ կլինի ակնկալել համապատասխան մարմինից, ովքեր որ այդ քրեական հարցերով են զբաղվում։ Այս հայտարարությունը Պետեկամուտների կոմիտեի նախագահն իր վերջին ասուլիսում արեց։ Արդարադատության նախկին նախարարն էլ ուղիղ հարց է ուղարկել գլխավոր դատախազին։ Ի վերջո այս խնդիրն առաջանալու է, թե ոչ։ Արփինե Հովհաննիսյանի պնդմամբ գլխավոր դատախազության պատասխանը այս քննարկումների վերջակետը դնում է։ Մասնավորապես դատախազությունը ինչպես եւ ենթադրվում էր, նշել է, փաստել է, որ 444-րդ հոդվածը ի սկզբանե օրենսդրի կողմից նկատի է ունեցել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց կողմից կրկին չներկայացնել, այսինքն Հայաստանի Հանրապետության ըստ էության սովորական քաղաքացիների ոչ պաշտոնատար անձանց համար 444-րդ հոդվածը կիրառելի չէ։ Հովհաննիսյանը նաև տեղեկացնում է, միայն դիրքորոշումների հույսին չմնալու համար դատախազությունը նաև հստակեցրել է, թե արդարադատության նախարարությունը շրջանառում է նախագիծ, որով կվերախմբագրի քրորի 444-րդ տողը, ազատազրկումը միայն պաշտոնյաներին է սպառնում։
Այդ նախագծով, որը այս պահին շրջանառվում է, չկա նախատեսված նաև քրեական պատասխանատվություն այս ոլորտում քաղաքացիների կողմից չներկայացվող հայտարարագրերի համար քրեականացման վերաբերյալ։ 2024-ի տարեկան հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետը հիշենք նոյեմբերի 1-ն է։ Իսկ այս պահին, այսինքն կես տարվա ընթացքում հայտարարագրման պարտականություն ունեցող մոտ 750,000 քաղաքացիներից անգամ 10%-ը պետեկամուտների կոմիտե թղթերը չի ներկայացրել։ Վերջին պաշտոնական թվերով պետությանը նախորդ տարվա իր ունեցածի մասին միայն մոտ 60,000 քաղաքացի է ծանուցել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Ինչու քաղաքային իշխանությունները ու Վիոլա ջուրը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, ում պատասխանատվության տիրույթում են կոյուղատարները ու հեղատարերը։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը այսօր գործակարգավարական խորհրդակցությանը հայտարարել է, որ քաղաքապետի ստորագրությամբ նամակ է ուղարկել կառավարությանը եւ ջրային կոմիտեին առաջարկելով վերանել Վիոլա ջուր ընկերության հետ պայմանագրային հարաբերությունները, ըստ նրա վերջին կետը վերաբերում է ծառայությունների մատուցման գույքային տիրույթի հստակեցմանը։ Մայրաքաղաքում անձրև կամ ձյուն տեղած թե չէ, փողոցները, նկուղային հարկերն ու անցումները մղձավանջի մեջ են հայտնվում։ Քաղաքն ամբողջությամբ հեղեղվում է։ Հիմա քաղաքային իշխանություններն ու Վիոլա ջուրը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, ում պատասխանատվության տիրույթում են կոյուղատարերն ու հեղեղատարերը։ Այդ ինֆորմացիայի խեղաթյուրումը կա։ Եվ ես օրինակ վստահ չեմ, որ դա հատուկ չի արվում։ Ես օրինակ վստահ եմ, որ հատուկ է արվում եւ իրականում Երևանի քաղաքապետարանը ցավոք սրտի մեր պատասխանատվության տիրույթը չի։ Պետական գույք է դա։ Ենթադրում եմ այդ մի մասն էլ հանձնված չի Վիոլա ջրին։ Եվ ստացվում է այնպես, որ մենք ունենք քաղաքում մի ենթակառուցվածք, որը որ տենց ուղիղ մերը չի, մեր ենթակայության տակ չի, մաշված է։ Քաղաքապետը տեղեկացրեց, որ այս տարի կառավարությունը որոշակի ֆինանսական միջոցներ է հատկացրել կոյուղատարերի, հեղեղատարերի նորոգման համար, սակայն ծրագիրն ըստ Ավինյանի պետք է մեկանգամյա չլինի։ Եթե մեր պատասխանատվությունն է, եկեք օրենքով ֆիքսենք դա։ Տեղափոխեն մեր դաշտ, մենք իմանանք, որ սա մեր անելիքն է։ Սկսենք պլանավորել այդպես, որովհետև անընդհատ լավ 2 տարի մենք 14-15 կիլոմետր կոյուղի վերականգնեցինք։ Ոնց ենք հիմնավորում, որ անում ենք դա։ Հիմա պետք է դա կառավարությանը նվեր տանք, չէ՞, նվիրատվություն ձևակերպենք, որովհետև մեր գույքը չի։ Ճիշտ եմ ասում։ Պետական գույք է։ Իսկ ով է ֆինանսավորելու հեղեղատարերի, կոյուղատարերի մաշված համակարգը։ Այդ հարցն էլ դեռ անորոշ է։ Քաղաքապետարանն արձանագրել է, որ մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում կոյուղատար համակարգի 400 վթար է արձանագրվում։ Հիմա եկեք հասկանանք լավ ով են այդ մարդիկ, ով է այդ պատասխանատու օղակը, ասենք պատասխանատու օղակ, սա քո գործն է, գնա արա։ Որովհետև անընդհատ լավ 1 2 3 4 5 6 քաղաքապետարն էս քաղաքապետարն են վերջը ասելու ենք մենք չենք Ժորժ ջան էս մարդն է էս չինովնիկն է նստած է իրան տենց էշի տեղա դրել ասում է քանի քաղաքապետարին մեղադրում են դա էլի մարաղը մտած հենց ինքը չի երևում հետո լավ Ավան վարչական շրջանում ավտոբուսների երթևեկության չվացուցակը անկանոն է։ Մարդիկ ժամերով ավտոբուսի են սպասում կանգառներում։ Տրանսպորտային փոխադրամիջոցները Ավան վարչական շրջանում շեղվում են չվացուցակից։ Միգուցե մեր ուշադրության կենտրոնում պահենք այդ հատվածը, որովհետև իրապես եղել են ժամանակին խնդիրներ, հիմա ոնց որ թե ամբողջապես չենք լուծել դեռևս եւ մի հատ հասկանանք, որ կետերում է հիմնական հարցը եւ խնդիրը եւ ուշադրության կենտրոնում պահենք լուծենք։ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը խոստացավ գծային հսկիչներին կհանձնարարեն ուշադրություն դարձնել պարբերականության հետ կապված խնդիրը վերացնելու համար։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Արզնիում վիճաբանության մասնակիցների միջև տեղի ունեցել ծեծկրտուք, հնչել են կրակոցներ, 1 անձ ստացել է մարմնական վնասված, քննչական կոմիտեից հայտնել են 8 անձ ձերբակալվել է, այդ թվում Արզնի համայնքապետը։
Օպտիմալացումը հասնել է թանգարաններին, Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարանը կդառնա Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ։ Որոշումը հաստատվել է կառավարության նիստում, ըստ կառավարության անդամների նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել թանգարանի արդյունավետ գործունեությունը առանց առանձին իրավաբանական անձի ստեղծման անհրաժեշտության։ Մինչդեռ թանգարանի տնօրեն այս որոշումից տեղյակ չէ եւ ինչ ապագա է սպասվում Մայր Հայաստան թանգարանին դժվարանում է պատասխանել։ Նոր որոշում ունի կառավարությունը։ Պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարանը կվերակազմակերպվի եւ կդառնա Հայաստանի պատմության թանգարան պոակի մասնաճյուղ։ Իսկ ինչ է սա ենթադրում։ Տեղափոխելու են արդյոք թանգարանը, թե համացանցում մարդիկ իրար հերթ չտալով ու բորբոքված իրենց մտավախություններն են բարձրաձայնում։ Ժողովուրդ սրանք անցել են վերջին ջախջախիչ փուլին, ոտքի։ Ինչքան կարակ քանդեք, ինչ կարևոր պատմամշակութային հուշարձաններ, կոթողներ, մի բան չթողնեք, քանդեք։ Այդ տարածքը ում եք վաճառելու, թե արդեն պայմանավորված է արենդով տալու համար։ Շատերը կարծում են, թե սա հերթական հակահայկական եւ մեր ինքնությունը պարակտող գործելավոճն է։ Կապ հաստատեցինք թանգարանի տնօրենի հետ պարզելու, թե որն է նախագծի ընդունման նպատակը եւ ինչ խնդիր է այն լուծում։ Տնօրեն Վալերի Հակոբյանն ասաց, ինքը ոչնչից տեղյակ չէ։ Ավելի շատ կոմպետենտ ու տեղյակ են պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչություն։ Ես խնդրում եմ իրանց, ես ոչ մի բանից տեղյակ չեմ։ Դուք թանգարանի տնօրենը եւ ձեզ հետ չեն խոսել այս հարցով։ Նո, ես տեղյակ չեմ այս պահին, չեմ կարող պատասխանել։ Պաշտպանության նախարարությունից էլ ասացին, գործընթացն ավարտվի կմանրամասնեն։ Խոսեցինք նաև կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մշակութային ժառանգության վարչության պետի հետ։ Վերջինս ժամին տեղեկացրեց, որ առաջարկը հենց պաշտպանության նախարարության նախաձեռնությունն է եղել։ Պաշտպանության նախարարության կողմից է հենց առաջարկը եղել ԿԳՄՍ նախարարությանը, որպես ոլորտի լիազոր մարմին, նաև հաշվի առնելով 2020 թվականին Սարդարապատի հայոց ազգագրության թանգարանի արդեն փորձը եւ նախադեպը, Մայր Հայաստան թանգարանը նույնպես ներառել նախարարության համակարգի ներքո։ Հիմնական նպատակը կառավարման արդյունավետության բարձրացումն է։ Ըստ Մարաբյանի հավաքածուների հաշվառումը, ցուցադրությունների կազմակերպումը եւ առհասարակ թանգարանային ոլորտի գործընթացները ճիշտ ու գրագետ համակարգելու անհրաժեշտությունից ելնելով է որոշումն ընդունվել։ Շատ է արծարծվում, լուծարում եւ այլն նման բան գոյություն չունի։ Թանգարանը գործելու է իր տեղակայված վայրում, հարմոնիկ պաս է կազմում Մայր Հայաստան հուշարձանախմբին եւ որևէ բովանդակային իր հավաքածուների թանգարանային ցուցադրությունների կազմակերպման որևէ փոփոխություն չի կրելու։ Մենք ընդհակառակը այս նախագծի շրջանակում նախատեսում ենք բարելավել, բարեկարգել, արդիականացնել, խնդիրները արդեն մասնագիտական տեսանկյունից վեր հանել եւ նորովի ներկայացնել։ Գործող թանգարանն ի դեպ հիմնադրման 2016 թվականի ապրիլից ի վեր զբաղվում է հայկական ռազմական արվեստի եւ պատմության մասին ցուցադրական նյութերի համալրմամբ, հաշվառմամբ, պահպանմամբ ու հանրայնացմամբ։ Ինչպես հայտնում են մշակույթի նախարարությունից, թանգարանի վերակազմակերպման նախաձեռնությունն ուղղված է այս գործունեության շարունակականությանը։ Վստահեցնում են նաեւ, որ կադրային ջարդ փոխտեղություններ չեն լինի։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Ժամը լրատվականը շարունակվում է, կհանդիպենք քիչ անց։ Առավոտվա 11-ից մինչև ժամը 5 փողոցում արևի ուղիղ ճառագայթներից խուսափեք։ Մետեո աշխարհ սպասվում են տեղումներ, ավելին հաջորդ հիվ։ Շարունակում ենք թողարկումը։ Պրեստիժ միջազգային մրցանակաբաշխությունը արդեն 3-րդ անգամ կանցկացվի Փարիզի սրտում։ Միջոցառմանը ներկայացված են համաշխարհային հաջողություն ունեցող հայեր տարբեր ոլորտներից։ Այն նպատակ ունի ընդգծելու նրանց առանցքային դերը հայրենիքի անունը բարձր պահելու համար։ Այս տարի էլ մրցակցությունը թեժ է եղել, հատկապես մեծ է եղել սուպերմարկետների ոլորտում։ Երկար սպասումից հետո այսօր վերջապես կհնչի տարվա լավագույն սուպերմարկետ տիտղոսին արժանիի անունը։ Ֆրանսիա, Փարիզ 2025։ Սիրո մայրաքաղաք Փարիզի սրտում արդեն 3-րդ անգամ կանցկացվի պրեստիժ միջազգային մրցանակաբաշխությունը։ Ճարտարապետական գլուխգործոց օպերա Գարնիեի հոյակերտ դահլիճում հունիսի 9-ին կհնչեն ծափողջույններ ուղղված հայ նշանավոր գործիչներին, որոնք կարևոր ներդրում ունեն հայ ժողովրդի պատմության մեջ, նաև երկրի տնտեսության զարգացման եւ հզորացման գործում։ Մրցանակաբաշխությանը մասնակցելու են կրթության, առողջապահության, մշակույթի, արտադրության, սպասարկման ոլորտի ներկայացուցիչներ։ Մրցանակաբաշխությունն առավել թեժ է եղել սուպերմարկետների
ոլորտում, ու երկար սպասումից հետո այսօր կհայտարարվի տարվա լավագույն սուպերմարկետի անունը։ Հունիսի 9-ին Փարիզի լեգենդար Գարնիե օպերայի կամարների ներքո կհնչեն ծափողջույններ ուղված այն նշանավոր հայ գործիչների, ովքեր կարևոր ներդրում ունեն երկրի ու պետության զարգացման ու հզորացման գործում։ Հենց այնտեղ, որտեղ սովորաբար օպերատի գլուխգործոցներն են հնչում, այս անգամ ծափահարություններ էին հայ ժողովրդի արժանավոր զավակներին։ Պրեստիժ միջազգային մրցանակաբաշխությունը նախորդ անգամ արդեն անցկացվել է Վենետիկում եւ Դուբայում։ Այս անգամ հերթը Սիրո մայրաքաղաքինն է։ Ֆրանսիան է ընտրվել ի նշան հայ-ֆրանսիական դարավոր երախտագիտության։ Մեր նպատակն է ամբողջ աշխարհին ցույց տալ հայ ժողովրդի մտավոր գիտական գործարար ներուժը, այն մարդկանց, ովքեր իրենց գործունեությամբ մշտապես բարձրացնում են Հայաստան անուն ամբողջ աշխարհում։ Պրեստիժ մեդիայի նախաձեռնած այս բացառիկ միջոցառմանը ներկայացված էին համաշխարհային հաջողություն ունեցող հայեր տարբեր ոլորտներից։ Մրցանակաբաշխությունը նպատակ ունի ընդգծելու նրանց առանցքային դերը հայրենիքի անունը բարձր պահելու գործում։ Այս նախաձեռնությունը պետք է դառնա կամուրջ Հայաստանի եւ Սփյուռքի միջև, պետք է ներգրավի նոր ներդրումներ ուղղված Հայաստանի զարգացմանը, նպաստի Հայաստանի շենացմանը։ Կրթություն, արվեստ, բժշկություն։ Եվ ի վերջո երկար սպասումից հետո վերջապես կհնչի տարվա լավագույնների անունները։ Թեժմրցակցությունից հետո պարզ կդառնա տարվա լավագույն սուպերմարկետ տիտղոսին արժանիի անունը։ Պրեստիժ միջազգային մրցանակաբաշխության նպատակն է ամրապնդել Հայաստանի միջազգային հեղինակությունը, դառնալ կամուրջ Հայաստանի եւ Սփյուռքի միջև, ներգրավելով նոր գործընկերներ, ստեղծելով նոր համագործակցություններ ի նպաստ Հայաստանի եւ հայ ժողովրդի։ Փարիզը այս օրերին հայկական հնչերանգ ունի, մեծարանքի արժանացան նրանք, ովքեր ապացուցել են, կարելի է հաջողել աշխարհում, բայց չկտրվել արմատներից, իսկ պրեստիժը դառնում է այն կամուրջը, որը Հայաստան է բերում գաղափարներ, նվիրումներ ու երազանքներ։ Հասմիկ Անդոնյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լիատվականի համար։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են առաջացնել քաղցկեղի որոշ տեսակներ։ Մասնագետները խորհուրդ են տալիս ժամը 11-ից 17-ը չգտնվել արևի ուղիղ ճառագայթների ներքո։ Հորդորում են շոկ եղանակին կրել լայնեզր գլխարկներ, բաց գույնի հագուստ, օգտագործել արևապաշտպան քսուկներ, խմել շատ հեղուկներ, հաշվի առնելով, որ մեր օրգանիզմի լիարժեք կենսագործունեության համար բարձր ջերմաստիճանի դեպքում անհրաժեշտ է հեղուկների ավելացում։ Առավոտվա 11-ից մինչև ժամը 5-ը փողոցում արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց խուսափեք, ուլտրամանուշակագույնը բշտիկ, այտուց, քոր ու անգամ քաղցկեղի որոշ տեսակների առաջացման պատճառ կարող է դառնալ։ Որպես այդպիսին ռիսկի խմբեր մենք առանձնացնում ենք երեխաներին եւ մեծահասակներին, հաշվի առնելով երեխաների եւ մեծահասակների օրգանիզմի առանձնահատկությունները, երեխաներ, մեծահասակներ եւ վերջիններիս ընդհանրապես խորհուրդ չի տրվում գտնվել արևի ուղիղ ճառագայթների ազդեցության ներքո։ Այս քարտեզը հիդրոթերապևտաբանության կենտրոնում են մշակում, ամեն օր թարմացնում։ Թվերը ցույց են տալիս, թե ուլտրամանուշակագույն ճառագայթը մեր երկրի որ հատվածում որքան է, մինչև 4 ինդեքսը լավ է, խնդիր չկա, 10-ից բարձրը մտահոգիչ է։ Նախորդ տարի մայրաքաղաքում ու Արմավիրում ցուցանիշը մինչև 7-ի է հասել։ Անհանգստացել էին մասնագետները, այս տարի առայժմ միայն ամռան մեկնարկի օրը, հունիսի 1-ին ենք բարձր ցուցանիշ ունեցել։ Հունիս ամսին ընդհանուր առմամբ ասում են ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսները ավելի բարձր են լինում, ելնելով արեգակի բարձր դիրքից, քանի որ անմիջապես արեգակի ճառագայթները ուղիղ ազդեցություն են ունենում երկրի մակերևույթին։ Այդ դեպքում հուլիս-օգոստոսին հանգիստ շունչ քաշել, մասնագետները նշում են, ոչ, այդ ամիսներն էլ են ռիսկային, բայց թե ինչ արդյունք կունենանք դժվար է կանխատեսել կլիմայական կատաղի փոփոխությունների այս օրերում, իսկ եթե այնուամենայնիվ օրվա ամենավտանգավոր ժամերին դրսում ուղիղ արևի տակ չլինելու տարբերակ չունեք, գոնե կանխարգելեք, թույլ մի տվեք ճառագայթները ձեզ հասնեն, որքան որ այն հնարավոր լինի։ Կանխարգելիչ միջոցառումների շրջանակում առաջարկվում են մասնավորապես լայնեզր գլխարկներ, բաց գույնի հագուստ, ընդհուպ որոշակի քսուկներ մաշկը ծածկելու համար։ Առաջարկվում է նաև օգտագործել հեղուկներ, մասնավորապես ջուր, հաշվի առնելով, որ մեր օրգանիզմի լիարժեք կենսագործունեության համար բարձր ջերմաստիճանի ժամանակ անհրաժեշտ են որոշակի հեղուկների ավելացում։ Միևնույն ժամանակ կցանկանայի նշել, որ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, ովքեր ունեն սրտանոթային կամ միզասեռական համակարգի հետ կապված քրոնիկ հիվանդություններ, անպայման խորհրդակցեն իրենց բուժող բժիշկի հետ։
եւ հնարավորինս անցկացնեն պարկած վիճակում օրվա շոգ ժամերը։ Այս պաստառները մեր երկրի բոլոր մանկապարտեզներում այս սպիտակներն էլ մանկական հագուստների վրա առաջիկայում կտեսնեն ծնողները։ Տեղեկություն է արևից երեխաներին պաշտպանելու մասին։ Հատուկ QR կոդն էլ սկանավորելով քարտեզը կբացվի, ուլտրամանուշակագույնի տվյալ պահի ինդեքսը կտեսնեն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, միջնորդելով խորհրդանին թույլ տալ ազգային ժողովի Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ նույն խմբակցության քարտուղար Արսվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել։ Լրահոսի ուշագրավ այլ թեմաներ մեկ տեսաշարով։ Մաքսային մարմինները 2024 թվականին մոտ 15% պակաս հարկեր եւ տուրքեր են հավաքել։ Այս մասին հայտնում է Պետեկամուտների կոմիտեի նախագահը։ 2023 թվականից հետո ավտոմեքենաների ներմուծումը կրճատվել է 60%, ծխախոտինը 30%։ Ըստ Էդուարդ Հակոբյանի, մաքսային եկամուտների անկումը պայմանավորված է ավտոմեքենաների եւ ծխախոտի ներմուծման ծավալների նվազմամբ։ 2024 թվականին հավաքագրված ավելացված արժեքի հարկի ընդհանուր ծավալը նվազել է 1.5% եւ 775.9 միլիարդ դրամ է։ Հայաստանում հիփոթեկային հարկի վերադարձն իր գագաթնակետին կհասնի հաջորդ տարի, գերազանցելով 100 միլիարդ դրամը։ Առաջնային շուկայում ըստ Պետական եկամուտների կոմիտեի բնակարան գնող հիփոթեք վճարողին եկամտային հարկի վերադարձը 68.6 միլիարդ դրամ է, ինչը 2022 թվականի համեմատ 32%-ով ավելի է։ Կոմիտեի սպասումների համաձայն 2025 թվականին այս ծավալը մոտ 95 միլիարդ դրամի կհասնի։ Նախատեսվում է, որ 2026 թվականին այն կհատի 100 միլիարդի սահմանը, ապա կսկսի կրճատվել։ Ոսկու վերարտահանումը 2024 թվականին Հայաստանից արտահանվող բոլոր ապրանքների գրեթե 50%-ն է կազմել։ Երկրի ընդհանուր արտահանումը ըստ էկոնոմիկայի նախարարի 2023 թվականին 8.5 միլիարդ դրամ է եղել, առանց ոսկին հաշվելու 6.8 միլիարդ։ 2024 թվականին արտահանումը 13.1 միլիարդ է եղել, բայց առանց ոսկու 7.5 միլիարդ։ Ոսկին զգալի մասնաբաժին էր կազմում նաև երկրի ներմուծման մեջ։ Անցյալ տարի Հայաստան ներմուծումը մոտ 17 միլիարդ դոլար է եղել, արտահանումը մոտ 11.1 միլիարդ դոլար։ Պետությունը նախատեսում է Դիլիջանի թունելի կողքին նոր թունել կառուցել, իսկ գործողը կօգտագործվի վթարային իրավիճակների համար։ Այս մասին հայտնել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։ Թունելն ըստ պատասխանատուների վերանորոգման կարիք ունի եւ այդ նպատակով կծախսվի նույնքան, որքան կպահանջի նոր թունելի կառուցման համար։ Հայփոստ փակbaşնատիրական ընկերության Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերի հափշտակության համար։ Նա աշխատակիցներին պարբերաբար հրահանգել է ներհանրապետական դրամական փոխանցումների էլեկտրոնային համակարգի միջոցով ընկերության ֆինանսական միջոցներից դրամական փոխանցումներ կատարել իր անձնական բանկային քարտին, ինչպես նաև իր համար կատարել կոմունալ ծախսերի վճարմանն ու բջջային հեռախոսահամարի հաշվեկշռի լիցքավորմանն ուղղված դրամական փոխանցումներ։ Աշխատակիցներին վստահեցնելով, որ կարճ ժամանակահատվածում կմարի փոխանցման հետևանքով գոյացած բակասորթը քննիչի որոշմամբ մեղադրյալին պատկանող գույքի նկատմամբ արգելադրում է կիրառվել պատճառված վնասի չափով։ Հանրակրթության դպրոցներում մեկնարկել է առաջին դասարանցիների հայտագրումը։ Ծրագիրը կանցկացվի 3 փուլով։ Առաջին փուլը մինչև հունիսի 22-ն է արտոնություն ունեցող ընտանիքների համար, երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 24-ին, երրորդը հուլիսի 1-ին ռուսերենով ուսուցման դասարանների համար։ Հայտագրումն իրականացվում է hayt.emis.am եւ hayt.ru.emis.am կայքերի միջոցով։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվական։ Իսկ թե ինչ եղանակ է սպասվում հանրապետությունում կպատմի Լիլի Հովերը, խնդրեմ Լիլի։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեո աշխարհ, նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում երեքշաբթին կանցնի փոփոխական երկնքով, սպասվում են տեղումներ, անձրև եւ ամպրոպ, ջերմաստիճանը կբարձրանա, եւս 4 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում,
Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 18-ից 23 աստիճան։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 24-ից 28, Լոռիում 22-ից 24, Տավուշում, Արարատում, Արմավիրում առավելագույնը 30 աստիճան։ Սյունիքի հովտային գոտիներում կդիտվի 26-ից 29, Սյունիքի նախալեռներում 18-ից 22 աստիճան։ Երևանում օրը կանցնի փոփոխական երկնքով, սպասվում են տեղումներ։ Այս գիշեր 14-ից 16, ցերեկը 24-ից 27, երեկոյան 18-ից 20 աստիճան։ Լրահոսը Արմենիայի ուղիղ եթերում սպառված էր, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։